Գիտեք ինչու Հայաստանում տրադիցիոնալ բիզնեսի շատ ղեկավարներ չեն հավատում մարքեթինգին։ Գիտեք ինչու դժվարությամբ են բյուջե հատկացնում եւ առհասարակ ամեն բարդ իրավիճակում առաջինը մարքեթինգային ծախսերն են կրճատում։ Պատասխանները շատ պարզ են։ Ծախսերը չեն արդարացնում սպասելիքները, ինչից հետո սկսվում է անվստահությունը եւ սեփական մարքեթինգային թիմի եւ առհասարակ տարբեր գործակալությունների նկատմամբ։ Հիասթափվում են բոլոր կողմերը եւ որոշում են դադարեցնել այն, ինչ այդքան մեծ էմոցիայով ու ոգևորությամբ սկսել էին։ Եթե այլևս չեք ուզում նման իրավիճակում հայտնվեք, առաջարկում եմ թե բիզնեսի ղեկավարներին եւ թե մարքետոլոգներին սկսել իրականացնել հետեւյալ քայլերը։ Առաջին. բոլոր սոցիալական հարթակներից Facebook, Instagram, Telegram, YouTube, LinkedIn արտանել ձեր կողմից կատարված բոլոր գովազդային արշավների հաշվետվությունները ըստ ցանկալի ժամանակահատվածի։ Երկրորդ. հաշվետվություններում համոզվեք, որ առկա են բոլոր անհրաժեշտ ցուցիչները՝ impression, reach, engagement, link click, lead եւ դրանց վրա ծախսված գումարները, cost-երը։ Երրորդ. եթե բացի սոցիալական հարթակներից օգտագործում եք նաև մարքեթինգային այլ ուղղություններ, email մարքեթինգ, influencer մարքեթինգ, մեդիա, ռադիո, outdoor, իվենտներ եւ այլն, ապա դուրս բերեք վերջին ժամանակահատվածում դրանց հատկացված բյուջեները եւ արդյունքները։ Չորրորդ. այն բիզնեսները, որոնք իրականացնում են նաև հաճախորդների ներգրավում վեբսայթի միջոցով եւ ալոկացնում են բյուջեներ SEO-ի կամ PPC-ի համար, առաջարկում եմ նույն գործողությունները անել նաև այդ ուղղությունների մասով։ Հինգերորդ. այս ամենի հետ մեկտեղ իրականացնել ամենակարևորը՝ ստեղծել մեխանիզմ վերջնական վաճառքի հետ կապը ցույց տալու համար։ Սա առանձին թեմա է, որին անպայման առաջիկայում անդրադառնալու ենք։ Ահա այս բոլորի մասով հավաքված ինֆորմացիան վերլուծելով դուք նոր կկարողանաք մարքեթինգի հիմնավոր եւ չափելի պլանավորում իրականացնել։ Իսկ ինչ պետք է անել այդ ամբողջ ինֆորմացիայի հետ։ Նախ պետք է բոլոր հարթակներն ու ուղղությունները առանձնացնել, վերլուծել յուրաքանչյուր ուղղության մետրիկաները, որն ինչ արդյունավետությամբ է աշխատել եւ որտեղ է գրանցվել ամենացածր արդյունքը։ Հասկանալ, թե վաճառքի ձագարի յուրաքանչյուր փուլում ինչ է տեղի ունեցել եւ որ ամենակարևորը, որքան գումարով, որքան պոտենցիալ հաճախորդ է գեներացվել։ Cost per lead։ Իհարկե մարքեթինգը մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում, բայց մեր վաճառքի մասնագետներից համար մարքեթինգը դա հաճախորդներին հետաքրքրացնելու եւ նրանց տվյալները գեներացնելու համար կատարվող կոմպլեքս գործողություններ են, վերոնշյալ տարատեսակ մեթոդներով։ Իհարկե բիզնեսի պրոդուկտից կախված լինում է այնպես, որ պոտենցիալ գնորդը կարող է առանց որևէ միջամտության շարունակել իր ճանապարհը մինչև վերջնական հաճախորդ դառնալը, բայց շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում նրանց հետ կապ ստեղծել հետաքրքրվածության փուլից եւ տանել դեպի գործարքի փակում։ Եվ իհարկե, այստեղ ի հայտ է գալիս վաճառքի մասնագետների անհրաժեշտություն, բայց այդ ամենի մասին դեռ առաջիկայում անպայման խոսելու ենք։ Եթե վերոնշյալ ոչ մի ուղղություն դեռ չեք օգտագործում կամ որևէ բյուջե դեռևս չեք ծախսել, ապա ձեզ հարկավոր կլինի ուղղակի հիմնվել միջազգային ցուցիչների, benchmark-երի վրա, որոնք ցույց են տալիս ձեր ոլորտում եւ ձեր նման ընկերությունների համար ինչպիսի ցուցանիշները կհամարվեն դրական։ Benchmark-երի վերաբերյալ հղումը կարող եք գտնել մեկնաբանություններում։ Իհարկե այս գործողությունը օգտակար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր ուղղակի ուզում են հասկանալ այս պահին ունեցած արդյունքները բավարար են թե ոչ։ Վերլուծությունները կատարելուց եւ միջազգային ցուցանիշների հետ համեմատելուց հետո նոր միայն կարելի է իրականացնել մարքեթինգային գրագետ պլանավորում, բյուջետավորում եւ իհարկե ցանկալի արդյունքներին հասնելու համար ռազմավարության մշակում։ Երբ որ արդեն վերլուծել եք նախկինում կատարված ամբողջ աշխատանքը, դուրս եք բերել ցանկալի մետրիկաներն ու թվերը, ձեզ մնում է միայն առանձնացնել ուղղությունները, իրականացնել reverse funneling եւ այդ կերպով կարողանալ աշխատանքները սկսել։ Իսկ ինչ է դա եւ ինչպես է աշխատում։ Reverse funneling-ը դա թարս հակադարձ վաճառքի ձագարն է, որի հիմնական նպատակը ցանկալի արդյունքից հետ հաշվարկ կատարելն է։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք ունենալ ամսական 10 վաճառք, դա նշանակում է, որ մարքեթինգը պետք է գեներացնի 50 պոտենցիալ գնորդ։ Իսկ այդքան գնորդ գեներացնելու համար ձեզ հարկավոր է օրինակ 300 հետաքրքրվածություն։ Իսկ որպեսզի 300 անց հետաքրքրվի, պետք է 10,000 անց տեսնի այդ հրապարակումը եւ այդպես շարունակ կարող եք բարձրանալ մինչեւ ամենավերև դեպի թիրախային լսարան։ Նմանատիպ պլանավորում կարող եք կատարել բոլոր հարթակների համար՝ website, Facebook, Instagram, LinkedIn եւ բոլոր այն հարթակները, որոնք օգտագործում եք ձեր բիզնեսում։ Օրինակում բերված թվերը պայմանական են, իսկ որպեսզի դրանք դառնան իրական, սկսեք վերլուծել, հաշվել եւ չափել մարքեթինգային իրական ցուցիչները։ Նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր newsletter-ին, որտեղ կարող եք գտնել տվյալ գործիքների մասին ավելի շատ ինֆորմացիա։